Ողջույն։ Ես ընդհանրապես մեքենայի մեջից զայնագրություններ անել չեմ սիրում, այսօր ուղղակի բացառության կարգով, որովհետև հիմա փոքր-ինչ ազատ ժամանակ է ինձ ընձեռվել, ես էլ մեքենայի մեջ եմ, դուրսը շատ ցուրտ է, դրա համար ասեցի մի հատ տեղից կարճ զայնագրություն անեմ, ուրեմն կարդում եմ հայկական մամուլը, Ազատություն, Civilnet, Հետք, Առավոտ, Ամերիկայի փոխվարչապետը իր կնոջ երեխաների հետ ժամանել է Հայաստան, YouTube-ով տեսա օդանավակայանում ընդունելություն կազմակերպեցին, Փաշինյանը հետ արդեն հանդիպել, օրվա ամենակարևոր նորությունն է այսօր Հայաստանի համար, ցնծություն է ապրում հայկական մամուլը, ցնծություն է ապրում հայաստանցիների մի մեծ զանգված, հայկական հասարակությունը, Հայաստանի հասարակությունը, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ ես այդքան էլ ցնծություն անձամբ ես չեմ ապրում, ես այդ այցից մեծ սպասելիքներ չունեմ, ինչպես շատերը, J.D. Vance-ը ասել է, որ Հայաստանը աշխարհի հնավուրց քրիստոնյա երկրներից մեկն է, կարող է դառնալ տարածաշրջանի գեղեցիկ դիվանագիտական խոսքեր, բնականաբար էլի, նոր էլ դա անվանեցի, որ սուտ դատարկ ոչինչ չասող դիվանագիտական խոսքեր կամ որպես կուտ միտիկին էլ ինձ փորձեց վիրավորել, որ մեկնաբանություններում, որ քեզ էլ ռուսի ցորենը եւ այլ, հիմա ասեմ ես ինչ նկատի ունեմ, ուղղակի շատ հակիր, Ժողովուրդ ջան, ես ավելի քան 35 տարի ապրում եմ Միացյալ Նահանգներում, ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, կարծեմ ասել եմ, ոմանք գիտեն, ես Հայաստանի քաղաքացի չեմ, իմ ձեռքից Հայաստանի անձնագիրը վերցրել են, բայց ես այդ ինչ սիմվոլիկա դրոշել հեն այրում եմ Միացյալ Նահանգների, կողքը հետևում ես որն է, Bloomingdale խանութն է, հանրախանութն է, նրա դրոշակն է, կախված Bloomingdale խանութի վրա Միացյալ Նահանգների դրոշը, ինձանից շատ ամերիկացի չլինեք, ինձանից շատ ամերիկան սիրող չլինեք, ինձանից շատ ամերիկան հասկացող գնահատող չլինեք, սիրելի այդ սուտի ինչ-որ հայրենասերներ կամ ինչ-որ հույսեր կապողներ, ինձանից շատ Եվրոպա մեջ չլինեք, ինձանից շատ արևմտամեջ չլինեք, չկա այդպիսի մարդ Հայաստանում, այն խոսացող գլուխները, որ սուտի ռուսի դեմ կռիվ են անում, բայց ձևացում են, թե իրանք արևմտամետ են, սուտ բան է, արևմտամեջ են, ինձանից ոչ մեկը շատ չլինի, ամբողջ Լոս Անջելեսով, Նյու Յորքով ապրող հայերի մեջ իմ նման ամերիկան հասկացող, գնահատող, սիրող, հարգող երևի մի 10% չի լինի, բայց ասածս ինչ է, հերթական հուսախաբությունը մի ապրեք, մենք մեր երկիրը, մեր Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այնքան անհետաքրքիր երկիր ենք, իրանից ոչինչ չներկայացնող, այնց որ ինչ որ խոսում են, մանավանդ ներկայիս վարչակազմը, եթե նախկինները Բայդենի օրոք կամ ընդհանրապես դեմոկրատների համար հաշվի առնելով հին կապերը, հաշվի առնելով Սփյուռքի կառույցների գործունեությունը, հաշվի առնելով մեր հարաբերությունները, Սփյուռքի հարաբերությունները որոշակի ուրեմն քաղաքական գործիչների, կոնգրեսականների, սենատորների հետ, կարելի էր հույս փայփայել, որ մենք ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում ենք որպես հին ազգ, որպես մեծ համայնք ունեցող, որպես հզոր համայնք ունեցող, քիչ առաջ ընկերոջս այդ խոսալուց հիշեցել, որ Նենսի Պելոսին այցելեց այդ ժամանակ շատ մեծ ուրեմն քայլ էր գալ Հայաստան, ինչ ասեց ինքներդ որոշեք, թե դուք ինչ եք ուզում, ով էր, Ալեն Սիմոնյաններ, Նիկոլ Իշխանություններ, մարդիկ 3-4 հոգով հավաքվել էին, մի ամբողջ ինքնաթիռ էին զբաղեցրել, եկի ասել էին Հայաստան, ասին ինքներդ որոշեք ինչ եք ուզում, հայերն էլ ոչինչ չուզեցին, այդ ժամանակ շատ լավ պահ էր, ինչ որ ասելու, ինչ որ մի բան ուզում ենք, չուզեցին, ասին ռուսին ենք ուզում, ես չգիտեմ, կամ նույն ձևի տարիներ առաջ Ֆրանսիան էր, էլի ասում էր մեր Արցախի ղեկավարությանը, դե Արցախի ղեկավարությունն էլ ու ինք իրանով չէր խոսում, ասենք ինչ որ Երևանը ասում էր, նա նաև խոսում էր, ասեցին ինչ եք ուզում, ասեք, ձեզ համար ինչ անենք, ինչ օգնենք, Ֆրանսիայի նախագահ ասեց, իշխանությունը ասեցին ռուսական խաղաղապահներին հատուկ մանդատ տվեք, հիշում եք, այնց որ հələ այդ հինը մի կողմ թողենք, համարենք փոխվել է, իրավիճակա փոխվել, աշխարհա փոխվել, Ժորժ ջան, ես այս երկիրը շատ եմ սիրում, ես այս երկիրը տեսնում եմ ներսից, այս երկիրը ես հասկանում եմ ներսից, այս վարչակազմին, այս
այս ծաղրացու տկարամիտ նախագահին ես տեսնում եմ, իր վարչապետ փոխնախագահն էլ է Իրան նման, իրանց ուրեմն State Department-ը Մարկ Ռուբիոն էլ է նույնը։ Մենք Հայաստանը, չասեմ հայերը, որ ասեմ մի քիչ ավելի մեծ կլինի, մենք Հայաստանը ընդհանրապես ոչ մի հետաքրություն չենք ներկայացնում։ Մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում, դրա համար Ամերիկայի համար ոչինչ մենք չենք ներկայացնում։ Սա ես կասեի ինչ որ միտեղ սա կանգառ էր Ադրբեջանի ճանապարհին, իրանց ավելի շատ պետքա գնալ երևի Բաքու, Ադրբեջան, որը իրանից ինչ որ բան է ներկայացնում, տարածաշրջանում այսօր ուժ է, ու սա կանգառ էր մի հատ, ասենք բանը լիցքավորելու ինքնաթիռը մինչև Ադրբեջան հասնեն։ Հենց որ սրանից մեծ հույսեր պետք չի փափագել, նորից եմ ասում, իրանք կարգին Հայաստանի անունը չգիտեն, իրանք Հայաստանի մասին ոչինչ չգիտեն։ Այս վարչակազմը Տրամպի, որ խոսում է ինչ-որ մի բանի մասին, սա միայն ինչ-որ անձնական օգուտի շահի տեսակետից է խոսում, անունը դրել է, որ ինչ-որ Ամերիկայի մասին է մտածում, գումար է բերելու Ամերիկա, Գրենլանդիան վերցնենք, այս անենք, Վենեսուելայի նավթը վաճառենք, Ամերիկայի համար սենց, բայց ինքը բիզնեսմեն մարդու տեսակետից է մտածում եւ շատ սահմանափակ ձևով, դրա համար այնպես որ ես ինչպես շատ ու շատ մարդիկ Հայաստանում նույնիսկ ձեզ եմ խորհուրդ տալի մեծ հույսեր մի փափագեք այս այցից, այդ թռի հետ կապված էլ, ինչպես քիչ առաջ զրուցում էի պրոֆեսոր Օհանյանի հետ, նրան էլ ասեցի, չանց նա ավելի հիմնավոր ձևով ինձ բացատրեց, որ Նախիջևանի մարզը այդքան թույլ կառույց չի եղել, նա ավելի զինվորական, ռազմական տեսակետից ինչ որտեղ հիմնական Ադրբեջանին չի զիջում, նա շատ հզոր անտեղ շատ լավ կայաններ ունեն տեղադրած, եթե Նախիջևան ուզենա Հայաստանը 2 ժամվա մեջ հարցերը կլուծի, բայց հիմա իմ տեսակետից այս երկու թշնամի քաղցկեղները, հայերեն ասած ռակերը, ռակի ուռուցքները, որ մեկը գտնվում էր մեր արևելքում, մեկը մեր մի քիչ արևմուտք մեր թիկունքում, ի շնորհիվ Հայաստանի տկարամիտ իշխանությունների, մենք այս երկուսը թողեցինք մի հատ ավելի ուժեղ արյունատար անոթով նորից իրար հետ կապնվեին։ Իրանք իրար հետ կապնված էին, համագործակցում էին, այսինքն ոնց որ մենք մի հատ ակցիանի արանքում լինեինք միջև հիմա, հələ երակոմ ակցիան էլի, որ մեկի կամ երկուսի ատամները շատ սուր էին, այն մեկ ուղակի ակցիան էր, հիմա մենք սենց արյունատար անոթով կապում ենք մեր խելքի պատճառով, մեր տկարամիտ իշխանության պատճառով Նախիջևանը հիմնական Ադրբեջանի հետ մեր միջով էլի, սենց մեր մարմնի միջով արյունատար անոթ ենք տալիս, սենց երկու հատ թշնամի Թուրքի երկու հատվածներ իրար հետ սենց ավելի համագործակցություն կար, կապը կար, ուժեղ էին, հիմա ավելի շատ արունը պետքա հոսի իրար մեջ, էլի, մեր ճանապարհով, մեր միջով, մեր սրտի միջով։ Ու սրանից հույս ունենալ, որ ռուսը սա պետքա թողի, դուք սենց բաներ անեք եւ այլ, ռուսին չեմ սիրում, տանել չեմ կարող, բայց մեկ-մեկ մի քիչ քարտեզ նայեք, մի բան խոսալուց, մի բան ասելուց, մի բան անելուց առաջ գիտակցեք, եթե ռուսին այդքան չեք սիրում, հակառուսական կռիվ եք սկսել տկարամիտների շարքում, շաբաթը մեկ եք գնում Ռուսաստան գալիս, Մատվիենկո եք խաղացնում, Լավրով եք անում, հələ չեմ էլ ասում, հələ մի հատ Ալեն Սիմոնյանին նայի, իր պատվիրակությանը նայի, կապուտ փողկապները կապել են, այն քաչալ գլխով են պատգամավոր տղա, Միսակա ինչա, Միսակը մի կողքից, այն մի կողքից այն մեկը, լրագրողներով հավաքվել եք, դուք գնացել եք, նստել եք Լավրովի ու Զախարովայի ու Մատվիենկոյի հետ ինչ-որ բանակցություններ եք վարում, ու դուք բան չեք։ Սա Ռուսաստանը, ինչպես ասեց ռուս հայտնի լրագրող, ուրեմն Էխո Մոսկվայի ուրեմն խմբագիրը, Ռուսաստանը ինչու է սա թույլ տալիս, կուլ տալիս, զիջում եւ այլ, ռեսուրսներ չունի։ Հիմա Ռուսաստանը ռեսուրսներ չունի այս Անդրկովկասում մեր տարածաշրջանում այս հարցերին լուծելու, խառնվելու համար։ Ավելի Ռուսաստանը իր համար ավելի կարևոր հարցերով է զբաղված, ուրեմն Ուկրաինայում, Եվրոպայում, Ամերիկայի բանակցություններում, դրա համար ինչ-որ միտեղ էլ հանդուրժում է սա, ռեսուրսներ չունի, բայց հենց որ ռեսուրսները վերականգնվի, նոր արդեն Ռուսաստանը իր խոսքը կասի։ Այնպես որ ասածը սա էր, շատ մի հրճվեք, շատ մի ուրախացեք, լավ կլինի ես սխալվեմ, լավ կլինի ով որ ինպես է մտածում բոլորը սխալվեն,
Այս տրիպը հիմա սենց չիպերի գործարանը դրին, Տայվանը փակվում է, սաղ Հայաստանը չի պարտադրում, դառնում է սենց Ամերիկայի կրծեր եղբայրը, Ամերիկան պաշտպանում է մեզ, Ամերիկան սենց էլի Արցախը հետաբերում, ադրբեջանցիքին սենց հանում է գրաված տարածքներից, փող վարչապետից, եթե ես ակնկալում եմ, ներողություն, փող նախագահի այցից ակնկալում եմ մի բան, եթե դա հնարավոր լինի, անչափ շնորհակալ կլինեմ նրանից, Դոնալդ Տրամփից, իմ երկրից, իմ երկրի կառավարությունից, եթե նա կարողանա հիմա ստեղից որ մեկնի Բաքու, մեր պատանդներին, մեր ռազմագերիներին, ում որ դատապարտել են ՍՄԱ եւ ընդհանրապես տարբեր ուրեմն տարիներ են դատապարտել, այդ բոլորին ինքը կարողանա ազատ արձակի։ Թող այդ բոլորին դնի մի հատ ուրիշ ինքնաթիռ ուղարկի Հայաստան։ Այդ բոլորին դնի իրանք ինքնաթիռը հետը տանի Եվրոպա, Ամերիկա, ընդեղից էլ ես տոմսը կառնեմ, ընդեղից էլ թող բոլորին բանով Լյուֆթանզայով ուղարկեն Հայաստան։ Այս սա միակ բանը, եթե կարելի է ակնկալել, որպեսզի մի դրական բան փող նախագահի այցից, ինձ համար միայն սա է։ Եթե սա ինքը մենակ էս հարցից ուրիշ բան պետք չի, տրիպ, այնտեղ ինչ որ չիպ, այ մեր գերիներին, Բակո Սահակյանին, բանը ինչ էր անունը, բոլորին, Արայիկ Հարությունյանին, ինձ համար չկա դե կոռումպացվածա, դավաճանա, իմ հայերն են, եթե դրանց նկատմամբ պետք է դատավարություն ինչ-որ մեկ անի, պետք է անի Հայաստանի Հանրապետությունը Հայաստանում։ Բակո Սահակյանն, Բակոնը, բանը Արկադի Ղուկասյանն, Արայիկ Հարությունյանն, 20-30 տարի խոսել ենք, որ ինչ-որ մի բան են չի, Արցախի ղեկավարությունում եւ այլ, բայց գտել են, որ եթե ինչ-որ մի հարց մենք ունենք իրանց նկատմամբ, իրանց հարց ունենք տալու, պետքա մենք տանք, դա ալիևը չպետքա տար, հենց որ այդ հրճվողները, որ առաջ շորանից հրճվեցին, որ այս մարդիկ գերության մեջ են եւ այլ, այդ նույն տկարամից ջեղ բանակն է։ Եվ ինչպես ասեց պարոն Վենեդիկտովը գերիների հետ կապված, իրան շատ լլագողներ այդ հարցը տվին, ինքը նույն պատասխանը տվեց, իսկ ձեր ղեկավարությանը պետք է այդ մարդիկ որ վերադառնան։ Այ ամենակարևորը դա է այսօրվա հարցում, եթե կարողանա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ մեր գերիների պատանդերին եր վերադարձնի, իսկ Նիկոլ Փաշինյանը, Արիատ Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այն ոչ բարով խերով տկարամիտ նախագահ կոչվածը, իրանք կդիմեն նրան այդ հարցով, այ դա եմ կասկածում, իսկ այդ դրանց վերը նշված տկարամիտ տխմար դավաճաներին պետք է որ Ռուբեն Վարդանյանը, Բակոն ու Արկադին վերադառնան Հայաստան Արայիկը, չեմ կարծում։ Իրանց դա պետք, եթե իրանց դա պետք լիներ, այսքան տարվա մեջ այդ հարցը կբարձրացնեին։ Այսքանը, ամենայն բարիքներ, սպասենք 2 օր, տանեն Ջեյդի Վենսին իր հնդկուհի կնոջ հետ Սևան, Գառնի Գեղարդ, քյաբաբ, շավորմա, քյուֆտա, գաթա, մի քիչ հայկական մերկու արկղել, հայկական կոնյակ դրե հետը ուղարկեք, տեսնենք, դե բնականը հայկական հյուրընկալությունը պետք անեք, խորամանկորեն արեք, եթե կարող եք, տեսնենք մի օգուտ կստանանք գոնե թե չէ։ Ամենայն բարիքներ բոլորիդ, 2 օր սպասենք, հետո քննարկենք այցի արդյունքները։ Ուրիշները քննարկեն, մենք տեսնենք համընկնում է թե ոչ։ Ամենայն բարիքներ, ցտեսություն ձեզ։